Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է բացառապես երաժշտական թողարկում։ Սպասում է պրեմիերա եւ իհարկե հանդիպում լավագույն հյուրի հետ։ Բայց րոպեներ անց, այսպես շնորհավոր եմ օրվա բոլոր օբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ իհարկե Զինայի ու Ակոպովնայի ու ամենակարևոր 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, ասեմ որ տեսահոլովակի գեղեցկույն հերոսուին րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Հայրենիք իմ արևոտ, մտքով թռչում եմ ես քեզ մոտ, վիրավոր երգիրն ես իմ, դու ալեհեր ես ինչպես մայրը իմ, տեսել ես եղերն ու գաղթ, հերոսներ ունես անհաղթ, Հայաստան դու իմ Արմենիա, հայ ենք մենք քրիստոնյա, մեր հողն է սուրբ, մեր հայրենիք, ողջ հայության ամուր տանիք, հերվից ենք քեզ նայում անվերջ, դու ես ապրում մեր սրտի մեջ, հետևորդենք մեր պապերի, գիրգդ կգանք դու համբերի, մենք էլ մասնիկն ենք մեր լեռների, Հայաստանի, հայրենիք իմ արևոտ, մտքով թռչում եմ ես քեզ մոտ, խաչով եթվել ու պայքարել, ապրել ենք մենք ու արարել, գտնենք մենք հայտնահավեդի, միշտ կանգուն մնանք պիտի, կգերթենք հզոր Հայաստան, լուսավոր է մեր ապագան, Հայաստան դու իմ Արմենիա, դու միշտ խաղաղ մնա, մեր հողն է սուրբ, մեր
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ մոտ են նստել։ Շատերը ֆանատորեն ուղակի հետևում են այս հիասքանչ կնոջ գործունեությանը։ Շատերն էլ ասում են Զինա ջան, շնորհակալություն էլի հայտնի, ինչը որ շատ լինում են նաև այսօր մեր Facebook-յան էջում։ Բայց րոպե չկորցնելով ասեմ, որ հերթական անգամ մեծագույն սիրով հյուրընկալ եմ ընկերուհուս, որին շատ շուտով ճանապարհելու եմ Լյուքսեմբուրգ, բայց նա ինձ մոտ տաղավարում է։ Մարիա Վան Մարկը ինձ մոտ տաղավարում է։ Մարջան, բարի օր։ Բարև Դինա ջան։ Ինձ թվում է, երբ որ դու Երևանում ես ու ինձ մոտ տաղավարում օրինակ արդեն ամսվա մեջ 2-3 անգամ չեսնեմ, նեղվում եմ ես էլ փաստից։ Մենք ալ քեզի կգարոտնանք, հիմա միան ես չեմ քուֆանդ, ամուսինս եւ երեխեքներս դունի մեջ միայն Դինայի մասին կխոսի։ Ասեմ իմանաս, քո մասին խոսում են այլ ընտանիքի անդամները, առավել եւս ծնողներս։ Ես որ մամայիս ասում եմ Մարանա ինձ մոտ, ինքը էլ չի հասնում որ Մարան։ Ասում մամ ջան, այդ քո ում որ դու սիրում ես ինքը Մարիանա։ Հասկանում ես, այսինքն ֆանատորեն այլ հետևում են քեզ եւ քո գործունեությանը։ Հույսով եմ օրը կհանդիպի մամայիդ, որ իրեն շնորհակալություն հայտնե, որ ասանք լավ աղջիկ է բերած աշխարհ։ Ապրես շնորհակալ եմ շատ։ Հիմա Մարիան լինելով Հայաստանում արդեն հասկացա, որ ժամանակն է վերադառնալ Լյուքսեմբուրգ։ Այո, ափսոս, շատ ցավոք սիրտով, բայց պետք է որ վերադառնանք։ Երեխեքները, իրենց դպրոցները պետք է որ շարունակեն, կամ որ պիտի ավարտեն։ Ուրեմն մինչև որ ասամփոխ չլա, ասենք դուն գերտանք, բայց անշուշտ է շատ շուտով պիտի վերադառնանք Հայաստան։ Մար ես տեսա, որ նաև Facebook-յան էջում այնտեղ շատ մարդիկ տարածել էին, որ դուք արդեն իրենց նվերներ եք բաժանում, այնտեղ շատ իրենց պայուսակներն էին ցույց տալիս։ Դա Սևանում էր հիմնականը եղել։ Ուրեմն ասի մեր բարեգործական միսիոներն են, որ ամեն ամառ ասկոնե աս միսիոնը գնենք երեխեքներուն անաբահով պայուսակներ դպրոցական կնվիրենք։ Մենք գիտենք, որ ասի շատ բզդիկ նվեր է, բայց մեզի համար կարևոր է ուշադրությունը, կարևոր է գաբը Թուրքիի հայերու եւ Հայաստանի հայերու մեջ, որ ասենք, որ մենք միասին ենք, ինչքան որ գրնանք, ամեն մեկը իր ուժի համեմատ պետք է որ Հայաստանի կողքը լա։ Ապրես դրա համար Աստված ձեզ տալիս է։ Մերսի շատ։ Մարիան նաև շոտ սիրուն փոքրիկ backstage էր իր էջում դրել, որտեղ երևաց, որ բացի այն, որ ընտանիքի անդամները կողքիդ են, դու նկարել ես նոր տեսահոլովակ մար։ Այո, շատ ուրախ եմ։ Ուրեմն երկիս անունը Հոքիս է եւ նվիրած եմ իմ ամուսինիս, իր մասին է երգը գրած եմ։ Առաջին անգամը չէ, որ ամուսինիս համար երգը գրեմ, բայց աս մեկ երգն է շատ ուզեցի իրեն նվիրել եւ շատ մեծ ուրախությամբ հույսով եմ, որ պիտի շուտով ասամփոխը ձեր հետ բաժնեմ եւ հույսով եմ, որ պիտի երգը սիրեք։ Չնայած ասեմ, որ մի քանի հոգիներ, որ արդեն լսեցին երգը, սկսան երգը երգելու եւ վրան սկսան բարելու եւ ասանք արցունքներ եկան, ասի որ ինչ լավ է որ քոնե ասմեր կորձի հետ գնանք քո ժողովրդին ուրախություն նվերելու, գարզեն որ ասի շատ կարեւոր է։ Այո, քանի որ երգի պրեմիերան ինձ մոտ դու արդեն կազմակերպել ես դերամուսոտ, ես ունեմ անակնկալ ձեզ մի քանի րոպե հետո միասին կազմակերպենք պրեմիերան տեսահոլովակի։ Մեծ սիրով։ Այնպես որ հարգարժաններս մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետև տեսահոլովակի պրեմիերա է ինձ մոտ տեղի ունենում, որը շատ սպասված է։ Մարիա Մանվարկը ներկայացնում է իր ամուսնուն նվիրված տեսահոլովակը։ Դարիները թող անցնին, ջանս դու ես իմ սրդին, հոգիս դու ես իմ արևի շողը, մեր սերը կյանքից ուժեղ է, մեր գաբը աստվածային է, հոգիս իմ հրաշքն ես, աղոթքն ես, սիրում եմ քեզ, անունդ լուր բահում սրդում, քո շունչը իմ մեջ զգում, քեզ համարի է, ապրում եմ, որ էլ չլինեմ, հոգիս քեզ կթողնեմ, սիրտս քեզ
Երջանկության ճանապարհներս անցրի դակ իմ ցերկը փռնես Հոգիս միայն դու Երես իմ շուրդի համը Մեր սերը մեր հաղթանակները Մեր գաբը Աստծո դված սերը Հոգիս առանց քեզ չի գա իմ աշխարհը Քեզ չսիրել անհնար է Մոռանալ անկարելի է երդվել եմ Քո անունով ուրել որ լինես Հոգիս իմ ցայնն ես միշտ մտքերով Դու ինձ երես Հոգիս դու իմ սերն ու հույսն ես Սրտիս կտորը իմ աչքերի լույսը Կյանքիս ճակատագիրն ես Յանքիս վար երազանքն ես Սիրելիս ինձ կրկի Դե ինչ 21 TV եթերում տեղի ունեցավ Հոգիս երգի մանրանկարված տեսահոլովակի պրեմիերան երգում էր Մարիա Վան Մարկը իսկ տեսահոլովակը իր երգով ամբողջությամբ նվիրում է նրա ամուսնուն հարգարժան կանայք գողացեք այս երգը որովհետև ամենասիրուն երգն է եւ վստահ կարող եմ ասել թեկուս օրվա մեջ ցածր ձայնով էլ միացնեք ձեր ամուսինը կհասկանա որ Հոգիս հենց իրեն է նվիրում դա ինչ որ մի չափով կարող է տրամադրություն բացել բայց ես դες համար ունեմ անակնկալ ես երկար համոզեցի Եվ խնդրեցի, որ ինձ մոտ տաղավարում լինեն Մարիի զավակները, որովհետև ուզում եի տեսնեք, թե ինչ չքնաղ ընտանիք է։ Ես այսօր որոշել եմ խոստումս կատարել, ներկայացնել նաև Մարիի ամուսնուն, որը ամենաուշի ուշով հետևում է ընտանիքի յուրաքանչյուր քայլին, հետևում է կնոջը ու ամենակարևորը ամեն բան անում է, որ հայրենիքում իր զավակները մեծանան որպես հենց հայր։ Փոլն է ինձ մոտ տաղավարում Մարիի ամուսինը եւ բնականաբար ինձ կօգնի Մարիան շփվելու համար Փոլ ջան ողջույն։ Bonjour madame. Ինչ հաճելի է։ Ես մի քանի հարց տամ Մարջան, հուսով դուք թարգմանես։ Ես կարող եմ ասել, որ Փոլն էլ բավական երկար ժամանակ Հայաստանում չի եղել, թե առաջին անգամ է Երևանում, ինչպես է եղել եւ ընդհանրապես ձեր կապը, դուք ինչպես եք իրար հետ ծանոթացել։ J'étais le prof. Ինքը իմ պրոֆեսորը էր համալսարանում։ Դոկտոր պրոֆեսորը։ Դոկտոր։ Եվ եղել է փաստորեն Մարիայի դասախոս։ Այո։ Հետո։ Et c'était très rapide. C'était tout de suite. Շատ շուտ սիրահարվեցանք։ Հետո քնությունդ լավ ես չէ՞ ստացել։ J'ai bien passé mes tests 4 fois grossesse. 4 անգամ։ Բայց հղություն։ Բայց սովորել ես չէ։ Fantastique. C'était un magnéto. Un aimant qui attirait tout le monde pour travailler ensemble. Ուրեմն լավ աշակերտ էի եւ ամենքուն գքաշեի, քաշողական էի։ Ահա։ Մագնետի պես։ Եվ դուք ինչքան ժամանակ է որ ամուսիններ եք։ 24 տարի։ Այս տարի 24 տարի, այո։ Շատ լավ։ Եվ ինձ հետաքրքիր է Փոլ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ իր կինը այսքան մեծ զբաղվածություն ունի, զավակներին դաստիարակում է, նաև երգում է։ Ոնց է վերաբերվում։ Nirvana.
Նիրվանա է իրեն համար ասան փողջը։ Իրեն համար շատ կարևոր է որ գիտնակ որ մենք Հայաստան ենք շնորհիվ Պոլին։ Ահա։ Միտքը անի որ ինչու գսեմ ասմեգը որ Հայաստանցին հայը բարեկամի պետք ունենք, որովհետև իրենք ադենը մեյմը ад ուժ ունին, որ մենք ալ չունենք։ Եվ ինքը ад ուժ ունեցավ, համարձակություն ունեցավ, որ ասե որ նայր, ալ հերիք է երազես Հայաստանը, ստոպ։ Ահավասիկ կուդոմ սագետ, ես երեխեքները կբահեմ, դու կնա Հայաստան։ Հետո։ Եվ այդպես ալ եղավ։ Եվ վերջը երբ որ եկա եւ սիրահարվեցա եւ ասի իմ դունս է, ասի իմ ժողովուրդս է, նույն աչքեր ունենք, նույն ցևեր ունենք, նույն լեզուն ունենք, ասա որ վերջ, ուրեմն ես ամեն ինչ պիտի անեմ, որ դու քու ժողովրդի հետ գաբի մեջ մնաս։ Ինձ հետաքրքիր է դուք գնում եք ասենք Լյուքսեմբուրգ եւ այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո տարբերությունը զգում եք, որ ինչ է Լյուքսեմբուրգում պետք է աշխատել գար Հայաստանում ապրել, հետաքրքիր է Փոլը ինչպես է մտածում, ուզում է Երևանում apրել ընդհանրապես։ Oui, aux deux questions. Il y a une grande différence entre le Luxembourg qui est très 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 européen, ce qui est bien, mais c'est très très européen, et l'Arménie. Je connais l'Arménie depuis mon enfance. Les grands compositeurs arméniens de la musique classique, quand j'étais petit au Congo, on avait ça, on entendait ça. Donc je connaissais le concept de l'Arménie, je connaissais... Et puis quand j'ai rencontré Marie, tout est venu ensemble. Ուրեմն ասա որ այո դարբերությունը շատ մեծ է Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի մեջ Լյուքսեմբուրգը շատ եվրոպական երկիր է ավելի չսավ եւ ասա որ ես Հայաստանը գճանշնայի բզդիկ տարիքես հայկական հայ կոմպոզիտորները շատ լավ գճանշնայի Պոլը Կոնգո մեծած է ինքը Կոնգոյի բելգիացի է ասա հոնդեր շատ կլսեր ասմեր հայ կոմպոզիտորներու մասին եւ վերջին երբ որ ինձ հանդիպեցավ իրեն համար ամեն ինչ միացավ ամեն ինչ մեկ եղավ Իսկ հետաքրքիր է, եթե Փոլին առաջարկեն Հայաստանում, Երևանում աշխատանք, նույն դոկտոր պրոֆեսոր ասված երևույթը, կընդունի հրավերքը? Donc si on te proposait un travail comme au Luxembourg ici en Arménie, est-ce que tu accepterais երկու ցերկերով, երկու ոտքերով այո Հայաստանը գմնայինք Հույսով եմ ծրագիրը դիտում են այն մարդիկ, ովքեր որ առաջարկ ունենան, օրինակ ես շատ կուզենամ։ Ես գիտեմ կա մի երևույթ, որտեղ այնտեղ հիմնված է, որ ասում եմ որտեղ հաց այնտեղ կաց, բայց դուք կարող եք համատեղել։ Դուք կարող եք եւ այնտեղ լինել եւ այստեղ։ Ոնց նայում եմ աղջիկը կամուսնացնենք այստեղ, տղաներին աղջիկներ կճարենք այստեղ, բոլորին կտեղավորենք, դուք կգաք Երևանում կապրեք։ Ամենաերջանիկ ծնողները բիդելան երբ մեր զավակները 4 զավակները հայ ասկի հետ ամուսնանան եւ իրենց ընտանիքները ունենան, ասի խոսք չի գա այնքան կարևոր է որ դեսեք ես չհաջողեցա ներողություն կխնդրեմ ամուսինս ինքը որոշմամբ հայ է բայց ես հայ դղամարդ չգրծա հետ ամուսնանալ իմի երեխեքներս հիմա բելգիացի հետ ունեցած եմ բայց դեսեք այնքան իրենք քաշողական է աս հայը լալը ասի որ գուզեմ որ մեր հայաստանցի ժողովուրդը չմոռնա այնքան քաշողական է որ խերջ դղայինալ հայերինք ինքնել ասի անհրամար հույսով ենք որ մեր զավակները հայերու հետ ամուսնանան եւ իրենց կյանքը աստված տա Հայաստանի մեջ իրենք անցնեն իմ երազս իրենց իրական կյանքը լա Հիանալի է, օրինակելի ընտանիք է, ոչինչ չեմ կարող ասել։ Եվ վերջում մի հարցել է ինձ հետաքրքրում, այնքան շատ հարցեր ունի, բայց պետք է եզրափակվեմ, որովհետև անակնկալ ունենք։ Ես վստահ եմ, որ դու այն երգը տեսահոլովակը, որ ներկայացրեցինք, այդ երգը երգելու ես, նվիրելու ես ամուսնուդ։
մեծ սիրով եւ մերսի Դինա որ մեզի այս շանսը նվիրեցիր 24 տարվա ամուսնացած զույգ ենք եւ այս երգը իրեն համար երգելը ինձ համար շատ մեծ էմոցիոն է եւ շատ մեծ ուրախություն Եվ վերջում տեղ կա Երևանի մեջ չէ Հայաստանի մեջ հա մի անկյուն որ սիրում եք հենց գալիս եք օրինակ ամուսիններով գնաք այդտեղ անպայման լինեք Դուն Այո, նույն պատասխանը դվին մեր դունը, Սևանի մեր դունը Սևանում նրանք տուն ունեն իդեմ Այո, Շատ հետաքրքիր որ դուք ընտրել եք Սևան, ինչու Ուրեմն ինչու, որովհետև գուզեի մեր դժվարության մեջ եղող ժողովրդի կողքը լալու Եվ չէ որ մենք մեր անձնական ուժերով կբերենք օգնությունը մեր օգնությունը համեստ օգնություն է բայց շատ հոգեկան սրտանց, սերով լեցուն օգնություն է, ուրեմն սկացինք, երբ որ եկանք Հայաստան, սկացինք, որ Երևանը ասենք այդ կանալ մեր գարիկը պետք ասանք չունի, ուրեմն հերացանք Երևանեն, հերացանք, որ տեսնանք ուրիշ ծևի ընտանիքներ։ Հա, եւ այո, Փառք Աստծո, ամենասիրուն տեղն է ասենք, եւ Պոլին հոնդեր մեկած շատ գեղեցիկ խաչկար եմ նվիրած, որ իրեն շնորհակալություն հայտ որ իմ ժողովուրդին այսքան լավություն գնե։ So անոր համար երբ եք ուր գսիրեք լալ զույգով մենք այդ խաչկարի առջև գնստինք, կխոնարհվենք եւ իրար հետ մեր օրերը կանցնենք մեր հրաշք Հայաստանի մեջ։ Ապրեք, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես շնորհակալ եմ Պոլին, որովհետև նա իմ կարծիքով ամենաերջանիկ մարդկանցից մեկն է, որ նախ քեզ նման կին ունի։ Եվ նրանք օրինակել ընտանիք են հիասքանչ, չեմ կարող բացատրել զավակներ ունեն։ Նրանք ուշի հուշով տաղավարից այն կողմ միշտ հետևում են իր մայրիկի յուրաքանչյուր քայլին։ Իսկ Պոլին ուղղակի շնորհակալ եմ, որովհետև շատ քիչ մարդ կլինի, որ չլինելով հայ կհասկանա օրինակ ինչ է կատարվում Հայաստանում։ Օգնի իր կնոջը այսքան, որպեսզի դու ուղղակի երջանիկ լինես։ Դա կարևոր է։ Իսկ այսքանից հետո հարգելն ես մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետև հոգիս երգը նվիրվում է Պոլին Մարիայի կողմից։ Դարիները թող անցնին, ջանս դու ես իմ սրդին, հոգիս դու ես իմ, արևի շողը, մեր սերը կյանքից ուժեղ է, մեր գաբը աստվածային է, հոգիս իմ հրաշքն ես, աղոթքն ես, սիրում են քեզ, անունդ լուր բահում սրդում, Քո շունչը իմ մեջ զգում, քեզ համար ես ապրում եմ, որ էլ չլինեմ, հոգիս քեզ կթողնեմ, սիրտս քեզ միայն քեզ կնվիրեմ, հոգիս դու իմ սերն ու հույսն ես, սրտիս Անցրելի դակ իմ ցերկը փռնես, հոգիս միայն դու, երես իմ շուրդի համը, մեր սերը, մեր հաղթանակները, մեր գաբը Աստծո դված սերը, հոգիս առանց քեզ չկա իմ աշխարհը, քեզ չսիրել անհնար է, մոռանալ անկարելի է Let get up, doing today.
Սիրելիս թողեց ինձ հերացավ Վայ սիրելիս թողեց ինձ հերացավ Ես կմնամ առանց երազի Ես կմնամ առանց հեքիաթի Ես կմնամ առանց երազի Ես կմնամ առանց հեքիաթի ու երգեմ դխուր La fin d'un rêve n'est jamais facile Il y a des larmes et des cœurs gros Sans se retourner, il faut marcher droit devant soi Laisser partir celui